Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, մարդկային ուղեղի հնարավորություններն ավելի մեծ են, քան կարելի է պատկերացնել, թե ինչ գիտելիքներ ու հմտություններ ձեռք կբերեք, ինչ հիշողություններ կկուտակեք, կախված է միմիայն ձեր ցանկությունից ու համառությունից։ Այո, բարի լույս, դա վերաբերվում է նաև տղամարդկանց։ Այո, բոլորին։ Բոլորին։ Դե լավ, հենց այդ հարցում այսօր կփորձենք օգնել ձեզ, առաջարկելով հետաքրքիր նորություններ ու հայտնագործություններ առաջիկա 2 ժամվա ընթացքում։ Եվ այսպես, նախ առավոտյան ամենանախընտրելի ըմպելիքը որն է, դե իհարկե Թեյը։ Ոչ, սխալվեցի։ սուրճը, նայած մարդիկ, կա եւ սուրճ սիրող եւ թեյ սիրող, բայց այսօր խոսելու ենք սուրճից։ Ավելի շատ գերակշռում է սուրճը։ Հետազոտությունների համաձայն ամերիկացիների 46%-ը վստահ է, որ սուրճը մեծացնում է աշխատունակությունը։ Կոֆեինի հաշվին միայն, որը նաև վնասում է օրգանիզմին։ Իսկ որպես Քանի որ բնության մեջ ոչինչ ձրի չի լինում, եթե մի բան ստանում ես, դրա փոխարեն պետք է ինչ-որ բան վճարես անել։ լավ, որպես նախկին ամերիկացի շատ են այնտեղ խմում Այո, սուրճ։ իսկապես շատ են, բայց լուծվող սուրճ իհարկե, մեր հայկական սուրճը չեն արագի խմում, մեջ։ այսպես կոչված, այո։ Աշխատավայրում գտնվելու ժամերին նրանց 61%-ը նվազագույնը 2 բաժակ սուրճ է խմում, ինչը հաստատեց Դերենիկը այս պահին։ Այո, իսկ անգլիացիները աշխատանքային օրվա 24 րոպեն ծախսում են սուրճ պատրաստելու վրա, իսկ դա ողջ կարիերայի ընթացքում կազմում է շատ մեծ ժամեր։ Սուրճի ընդմիջումների պատճառով ըստ մոտավոր հաշվումների ընկերությունները տարեկան կորցնում են 490 եվրո սուրճի պատճառով։ Բայց լավ, դե եսի միշտ չի 490 եվրոն Մենք ինչքան ենք այդ արկիր է կորցնում սուրճի Օ, պատճառով։ մենք սիրում ենք էլի սուրճը, հատկապես կանայք առավոտյան հարևանների հետ բան Բացի բասելուց։ ամեն ինչից, այլ նաև զբաղմունք է, սովորության հարց։ Նույնիսկ որ սուրճը ավարտված է լինում, գնում են հարևան տուն 2 բաժակ սուրճ։ Իսկ այդ նայելը վերացավ սուրճ նայելը արդեն։ Չէ, Մի նա ժամանակ շատ այստեղ շատ է։ էր, ես քեզ ասեմ, նա այստեղ էր, ես լավ իդեպ նայում եմ, Հա, Դենիջան։ ես Ես անպայման ասեմ քեզ կօգտվեմ։ հենց հիմա տեսնում եմ 2 կետից ճանապարհ ճանապարհում բացվել, ես։ հա։ Մեկը ու դեպի մեծ Շանթատանում, արծիվի մյուսը գլուխ է։ Աղվերան երևի։ Մեկը Շանթա, մեկը ԱՄՆ եմ տեսնում, շատ մեծ ԱՄՆ-ա գրած։ Համեցեք։ Ամեն դեպքում այստեղ հա, ինչ Լավ։ որ առյուծել եմ տեսնում զգուշեղի։ Եվս մեկ փաստ սուրճի մասին Անգլիայում անցկացված հարցումներն օգնել են պարզել, որ սուրճը չարաշահող մասնագիտությունների տասնյակի առաջին տեղում լրագրողներն են եւ զանգվածային լրատվամիջոցների այլ աշխատակիցները, խնդրեմ, ինքներս մեր մասն ենք խոսում, եւ հարցված լրագրողների 85%-ը նշել է, որ օրական կազմում է առնվազն 3 բաժակ սուրճ։ 3 բաժակ սուրճ օրական։ Ես արդեն 1 բաժակ Մեկ խմեցի, մնաց 2-ը, հա, որպես լրագրող։ Հա, էլ չեմ խմի։ Աշխարհում սուրճի կիրառման ամենաբարձր մակարդակը գրանցվել է Նիդերլանդներում, օրական մոտ 2.5 բաժակ։ Դե լավ են կեսը Հա, մենք հնարավորություն մենք այդ հարցում։ Այժմ անցնենք ամենահաճելի թեմաներից մեկին՝ ճանապարհորդություններին։ Այո, խոսենք աշխարհի ամենամաքուր քաղաքների մասին, ճանապարհորդենք։ Սկսենք Երևանից։ Նա դասվում է ամենամաքուր քաղաքների։ Ես դասում եմ, չգիտեմ։ Դե շատ լավ է, եթե Ամերիկայից հետո եկել ես ու դասում ես, Այո, ուրեմն մաքուր ենք։ Տասնյակը գլխավորում է Կանադայի Կալգարի քաղաքը խմելու ջրի ու օդի մաքրության, աղբահանման ու կոյուղու որակի տրանսպորտային կարգապահության։ Այո։ Սա նոր որակ է դες։ Այո, բացառիկ մաքրության շնորհիվ այս քաղաքը ունի աշխարհի լավագույն բնակության վայրերից մեկի համբավը, մենք տեսնում ենք մեր էկրաններին, հիանալի տեսք ունի։ Երկրորդ հորիզոնականում հարավային Ավստրալիայի մայրաքաղաք Ադելայդեն է, կարծես կնոջ անունն դին, չէ, Ադելայդը արի։ Այն հայտնի է ընդարձակ զբոսայգիներով ու հարմարավետ ջրմուղիներով, կատարյալ կազմակերպված աղբահանության համակարգով, ինչպես նաև քաղաքացիների կարգապահությամբ եւ մաքրասիրությամբ։ Հետաքրքիր է, ով է երրորդ տեղում գտնվում։ Երրորդ տեղում Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաքն է։ Քաղաքի անվանումը թարգմանաբար նշանակում է հանգստի նավահանգիստ։ Խաղաղօվկիանոսյան քամիները մաքրում են քաղաքի օդը աղտոտվածությունից, իսկ պարբերական անձրևները վերացնում են փոշին։ Կարելի ասել, այստեղ բնությունն է օգնում, հա։ Այո, պարբերական անձրևները։ Անձրևները այնտեղ, մարդկանց էլ անելիք չի մնում, այդպես քաղաք։ Զբոսաշրջային ընկերությունները ներկայացրել են այն երկրների ցանկը, որոնք առավել հարմար են աշնանային ամիսներին հանգստանալու համար։ Այսպիսով, մեզ մոտ եղանակը գնալով մեղմանում է, ինչպես տեսնում եք բոլորդ ուրախություն մեզ, իսկ նրանք, ովքեր ուզում են երկարաձգել ամառը, կարող են մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ ողջ աշնան ընթացքում ջերմաստիճանը չի նվազի
20 աստիճանից։ Այո, դա շատ ճիշտ է, ես անձամբ եղել եմ Բայց դրա համար արժի մեծաշնանը։ Էմիրությունն էլ գնալ արաբական Ինչու 20 ոչ, աստիճանի։ ինչու ոչ, գնում ես։ Ես երբեք չեմ եղել, դե դու Ես եղել եմ եւ ասեմ շատ լավ է, միակ տեղն է որ եղել եմ գլուխ չկողամ։ Կիպրոսում արևը շողշողում ու ջերմացնում է տարվա մեջ 300 օր շարունակ, իսկ տարվա մեջ 300 օրը Իսկ այն ո՞րն է։ 65 օրը ինչ է։ Օդի մեջ ջերմաստիճանը +27 է։ Իտալական Պերուջիա քաղաքում եւս ողջ աշուն տաք է +27-ից 26։ Մարդիկ աշուն չեն տեսնում, էլի ամառը։ Բացի այդ, հոկտեմբերին այնտեղ սպասվում է Եվրոպայի ամենահայտնի ու համեղ փառատոններից մեկը՝ Եվրոշոկոլադը։ Ախ, ինչպես կուզենայի մասնակցել։ Ես պատկերացնում եմ Շոկոլադի կիժը։ Դու չես վերադառնա այդ։ Այո, կարծում եմ կվերադառնամ, բայց այլ չափսերի։ Այդ օրերին մի ամբողջ շաբաթ քաղաքի փողոցներն են քաղցր բույրերով, պարերով ու շոկոլադե հյուրասիրություններով։ Չինաստանում սեպտեմբերի վերջին ավարտվում է անձրևների սեզոնը եւ սկսվում է կոտուրիզմի ակտիվ շրջանը։ Ողջ էկոտուրիզմի ներողություն։ Ողջ աշնան ընթացքում այստեղ ջերմաստիճանը 18-ից 28 աստիճան է։ Իսկ հիմա ինչ կարող ենք այսքան խոսելով եղանակից ու ճամփորդելուց։ Միևնույն է Գագիկից լավ չենք խոսել։ Վստահ եմ։ Ճշգրիտ ամեն ինչ այդ մարդը ասում է։ Բարի առավոտ։ օգնի մեզ։ Բարի առավոտ։ Ինչպես է տրամադրությունը։ Տրամադրությունը բարձր է։ Մենք խոսում ենք այն երկրներից, որտեղ աշնանն էլ արև է եւ ամառ է։ Մեզ մոտ ինչ է սպասվում աշնանը։ Հայաստանի Հանրապետություն նույնպես աշունը բավականին երկարատև է եւ աչքի է ընկնում հիմնականում կայուն եղանակներով։ Եղանակը հիմնականում վատանում է հոկտեմբերի 2-րդ տասնօրյակից, իսկ ինչ վերաբերվում է սեպտեմբերին, դեռևս մեղմ եղանակներ, այսպես ասած կոմֆորտային ջերմաստիճանը պահպանվում է ողջ ամսվա ընթացքում սեպտեմբերի, այնպես որ կարելի ասել տարվա ամենալավ սեզոններից մեկն է։ Դեռ կվայելենք մենք Այո, արևը, իհարկե։ իսկ այս պայն իմանանք հենց օրվա եղանակը։ Այո։ Եղանակի տեսությունը ներկայացնում է Samsung ընկերությունը։ Շտապեք ձեռք բերել Samsung Galaxy Tab S պլանշետները միայն պաշտոնական վաճառասրահներից։ Մեր հանրապետության տարածքում շարունակում է գործել արևմտյան ցիկլոնը, որը ակտիվանում է, ինչպես տեսնում ենք, երեկոյան ժամերին։ Դա նշանակում է, որ օրվա առաջին կեսին կդիտվի փոփոխական անպամատություն առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին անպամատությունը կավելանա, կրկին շրջաններից գալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ եւ ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում մինչեւ 20 մետր վարկյան հեռագությամբ։ Հանրապետությունը գտնվում է արևմտյան սառօդային հոսանքների ազդեցության գոտում, օդի ջերմաստիճանը արդեն նվազել է, այսօր էական փոփոխություններ չեն սպասվում։ Բացառություն կկազմեն Լորին Տավուշի Սյունիքը, որտեղ այսօր ջերմաստիճանը կնվազի կրկին 2-ից 3 աստիճանով։ Արցախում սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում տեղումներին կգումարվի նաև մառախուղը։ Ստեփանակերտում գիշերը սպասվում է 14, ցերեկը մինչև 23 աստիճան տաքություն։ Եղանակը անկայուն կլինի նաև Սյունիքի մարզում, սպասվում է անձրև, ամպրոպ եւ քամուշ գնացում։ Մեղրիում գիշերը սպասվում է 16, ցերեկ օդը կտաքանա մինչև 28 աստիճան, Կապանում գիշերը 12, ցերեկը 25, Գորիսում գիշերը 9, ցերեկը 22 աստիճան տաքություն է սպասվում։ Վայոց ձորի մարզի նախալեռնային հատվածներում էական տեղումներ չեն սպասվում, իսկ ահա լեռնային շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ջերմուկում գիշերը սպասվում է 6, ցերեկը մինչև 21, Եղեգնաձորում գիշերը 13, ցերեկը 27 աստիճան տաքություն։ Գեղարքունիքի մարզում կեսօրից հետո կդիտվի անձրև, ամպրոպ եւ քամու ուժ գնացում։ Օդի ջերմաստիճանը այստեղ կնվազի 1-ից 2 աստիճանով։ Մարտունիում գիշերը սպասվում է 6, ցերեկը 19, Գավառում գիշերը 6, ցերեկը 18, Սևանում գիշերը 8, ցերեկը 18 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի նախալեռնային հատվածներում էական տեղումներ չեն սպասվում, իսկ ահալեռնային գոտիներում երեկոյան ժամերին կդիտվի անձրև եւ ամպրոպ։ Հրազդան քաղաքում գիշերը սպասվում է 7, ցերեկը մինչև 24 աստիճան տաքություն, Աբովյանում գիշերը 11, ցերեկը 25 աստիճան տաքություն։ Արարատյան դաշտում օրվա առաջին կեսը կլինի քիչ անպամած եւ առանց տեղումների, ուշ երեկոյան կդիտվի ամպրոպ, առանձին հատվածներում նաեւ անձրև եւ քամու ուժ գնացում։ Արարատ քաղաքում գիշերը սպասվում է 13, ցերեկը մինչև 28, Արտաշատում գիշերը 14, ցերեկը 29 աստիճան տաքություն։ Գրեթե նույն ջերմային ֆոնն է ձևավորվել Արմավիրի մարզում, Արմավիր քաղաքում գիշերը սպասվում է 13, ցերեկը 28, Վաղարշապատում գիշերը 14, ցերեկը 29 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզում տեղումների հավանականությունը մեծ կլինի լեռնային գոտիներում, այստեղ նաև հավանական է կարկուտ։ Աշտարակ քաղաքում գիշերը սպասվում է 13, ցերեկը 27, Ապարանում գիշերը 6, ցերեկը 18 աստիճան տաքություն։ Տավուշի մարզում օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև եւ ամպրոպ, երեկոյան ժամերին նաև մառախուղ։ Իջևանում գիշերը սպասվում է 12, ցերեկը 22, Դիլիջանում գիշերը 6, ցերեկը 21 աստիճան տաքություն։ Կեսօրից հետո անձրև եւ ամպրոպ կդիտվի նաև Լոռու մարզում, օդի ջերմաստիճանը այստեղ կշարունակի նվազել։ Վանաձորում գիշերը սպասվում է 7, ցերեկը մինչև 19, Տաշիրում գիշերը 6, ցերեկը 18 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում նույնպես ջերմաստիճանը նվազել է, Գյումրիում գիշերը սպասվում է 6, ցերեկը 23, Աշոտսկում արդեն նույնիսկ սառն է, գիշերը սպասվում է 5, ցերեկը 18 աստիճան տաքություն։ Մայրաքաղաքում օրվա առաջին կեսին գդիտվի քիչ անպամած եւ առանց ստեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին գդիտվի ամպրոպ կամ ուժ գնացում, առանձին հատվածներում նաեւ կարճատև անձրև, քամին հյուսիս-արևելյան է մինչեւ 5 մետր վարկյան արագությամբ, մթնոլորտային ճնշումը 674 մմ սնդիկիսյուն, գեոմագնիսական դաշտը այսօր անկայուն է, օդի հարաբերական խոնավությունն էլ 50% է։ Օդի ջերմաստիճանը Շենգավիթում եւ կենտրոնում գիշերը սպասվում է 14, ցերեկը 28, Ավանում գիշերը սպասվում է 13, ցերեկը 26 աստիճան տաքություն։ Այսքանը եղանակի մասին, եղեք առողջ։ Շրջապատեք ձեզ աշխարհում առաջին կինեմատիկորեն կոր Samsung UHD հեռուստացույցով։ Շնորհակալություն Գագիկին, իսկ մենք անցնենք ուղեղի առավոտյան մարզանքի։ Կան մարդիկ, ովքեր ապշեցնում են իրենց հիշողությամբ։ Պարզվում է, որ դա ոչ միայն բնատուր օժտվածություն է, այլև տարիների վարժանքի արդյունք։ Եթե ուզում եք արագ մտածել եւ լավացնել հիշողությունը, ապա պետք է հաճախակի լուծեք հանելուկներ եւ գլուխկոտրուկներ։ Հատուկ քեզ համար հանելուկ։ Երկու կոկորդիլոս են լինում, մեկը թռչում է Աֆրիկա, մյուսը Ամերիկա։ Ինչ գույնի է ոզնին, եթե օրը անձրևոտ է։ Վաղ անձրև է գալ, ուրեմն ոզեն կանաչ գույնի կլինի անհետ։ Բրավո, պատասխանը իհարկե ինչ է, հարկավոր սառնան, եթե չեմ ծխում, բայց ամեն դեպքում։ Երկրորդը զանգահարեք միևնույն գործողությունները, զարգացրեք միևնույն գործողությունները երկու ձեռքով հավասարապես անելու, եթե վերցնում եմ բաժակը այս ձեռքով, նույն կերպ վերցնեմ նաև ձեռք ձեռքով։ Իսկ դու կարող ես այսպես անել, Անահիտ, աչքերդ փակես եւ մատով ինչ անում։ դիպչես քթիդ։ Հա, Okay, ուրեմն քո կոորդինացիան էլ տեղում հաճախակի փոխեք ձեր շրջապատող իրերի տեղերը։ Դա կարող է գժվացնել, չէ՞, որ իմաստով պատկերացրած կախում ես այստեղ դա գիտեք ինչով է նպաստում ուղեղի զարգացմանը, որ եթե դու փոխում ես, այնքան պիտի ուղեղով հիշես, թե որտեղ ես դրել, որ միշտ սովորես այստեղ այս թեյնիկը։ Ինքդ քեզ համար խոչընդոտներ սարքես։ Խոչընդոտ ես, թեյնիկը հիմա դնում ենք այստեղ, այս բաժակն էլ այստեղ։ Եվ հա, եւ մեր ուղեղը արդեն ավելի ուժեղացա, այո։ Մի բան պիտի անենք, որ մեր ուղեղը ավելի լավ։ Փորձեք որոշ գործողություններ կատարել աչքերը փակ։ Օրինակ, զգեստապահարանում գտեք ձեզ պետք եղած հագուստը կամ հնարավորինս երկար կանգնել մեկ ոտքի վրա փակ աչքերով։ Փորձել ես երբևէ։ Դա իսկապես դժվար է։ Նման բան չեմ փորձել, բայց դա խորհուրդ չեմ տա, ասենք աստիճաններ իջնելուց հանկարծ աչքի փակ անեք, նման գործողություններ չանեք։ Կամ լիֆտով բարձրանալուց։ Չի կարելի մի ոտքի վրա կանգնել։ Մի ոտքի վրա։ Հաջողության հասնելու ոսկե կանոնների մեջ է իդեպ մտնում օրական գոնե 30 րոպե քայլելը անկախ զբաղվածությունից, տարիքից եւ անգամ սոցիալական կարգավիճակից։ Տերենիկ ջան, ճիշտ է, ես կարծում եմ նաեւ ուղեղի լավ զարգացման համար կօգնի լավ երաժշտությունը։ Միշտ։ Գնացինք։ Դե ինձ զարգացրեցինք ուղեղի աշխատանքը երաժշտությամբ, ուղեղի աշխատանքին նպաստում է նաև ինչը լավ գովազդը, իհարկե գովազդը, վայելեք գովազդը, իհարկե։ Նորից բարի առավոտ, եթե եթերում ես եւ Դերենիկն ենք, չենք կարող չխոսել կին եւ տղամարդ։ Չես վախենում այդ թեմայից։ Ոչ, երբեք չեմ վախենում եւ մեծ սրտով եմ խոսում։ Սիրելի կանայք, եթե ուզում եք, որ ձեր ամուսնուն դուր գա ձեր պատրաստած աղցանը, ավելացրեք դրա մեջ մի պելմենի, նրբերշիկ եւ ապխտած միս։ Դա իհարկե արդեն աղցան չի լինի։ Լավ ծանր կերակուր կլինի, բայց այո, տղամարդիկ սիրում են միս։ Միս, այո։ Դե որ սուրդն էլի, այն ժամանակներից են նախամարդիկ։ Սնունդ է հարկավոր տղամարդուն, այո։ Հետո տղամարդը ուտում կշտանում է։ Ավելի հեշտ է։ Լավ տրամադրությամբ։ Դու հիմնական գաղտնիքները հասկացել ես, մնում է իրագործես։ Դուք չեք պատկասնի ոնց եմ ես դա իրագործում Դերենիկ։ Շատ կանայք դժգոհում են ամեն օր, այն էլ իրենց ամուսնու քիմքին հաճո սնունդ պատրաստելու անհրաժեշտությունից։ Մինչդեռ կան մշակութային խմբեր, որտեղ մեկի փոխարեն մի քանի ամուսին կա եւ բոլորն էլ թարսի պես տարբեր ճաշակներով, դե գնա օրվա մեջ։ Այո։ 8 ճաշ պատրաստի։ Սարսափելի է ուղղակի։ Բազմամասնությունը այն երևույթն է, որ այս կամ այն պատճառով թույլ է տալիս կնոջը ամուսնանալ մի անգամից մի քանի տղամարդու հետ։ Դու կարող ես դա պատկերացնել։ Ես չեմ կարող պատկերացնել, բայց ով որ պատկերացնում է, ընտանիքը սիրո, այսպես ասած, արգասիկ, ինչպես կարելի է սիրել մի անգամից մի քանի րոպե, չգիտեմ։ Ինչև է, մեր մոտ լավ է որ ասում է տղամարդ էլի, երբ որ իրանք մի անգամից մի քանի կնոջ սիրում են։ Մի հավատացեք, տղամարդիկ նման բան երբեք չեն անում։ Օ, հաստատ։ Լավ։ Բավական է վարքաբեկ եք։ Ինչ լավ է որ դու նման լավ բացառություն ես։ Այս տարօրինակ ավանդույթը մինչ օրս տարածված է Տիբեթի եւ հարավային Հնդկաստանի որոշ էթնիկ խմբերում։
Իդեպ Հնդկաստանի մայրաքաղաքը առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ճանաչվել է ամենաաղտոտվածը։ Լավ է, որ մենք չկանք այդ ամենաաղտոտվածի մեջ խայտարակում։ Այնտեղի օդից աղտոտվածությունն ավելի բարձր է, քան փոշու ամպի մեջ կորած Պեկինում։ Ճահավոր է։ Այդ պատճառով Հնդկաստանի ամենաայցելվող վայրը դարձել է 17-րդ դարում կառուցված քաղաքային ամրոցը, որի տարածքի խիստ բուսականության շնորհիվ շնչելը անհամեմատ ավելի հեշտ է Անահիտ։ Իսկ Դելհի Լոտոսի տաճար այցելում են միայն համարձակները, քանի որ դրա շրջակայքի օդում անմիջապես թոքեր ներթափանցող եւ առողջության համար մեծ վտանգ ներկայացնող փոշու մեծ քանակություն կա։ Այնպես չէ, էլի մենք միշտ մեզնից ենք դժգոհում, բայց կա շատ ավելի սարսափելի վայրեր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Լատինական Ամերիկայի ամենաաղտոտված քաղաքն է ճանաչել Պերուի մայրաքաղաք Լիման։ Իսկ աշխարհի ամենաճանաչված տեսարժան վայրերից մեկը Թաջ Մահալը եւս գտնվում է բնապահպանական սարսափելի պայմաններում։ Դե եթե Հնդկաստանը համարվել է ամենաաղտոտվածը, Թաջ Մահալն է, ինչքան գիտեմ Հնդկաստանում։ Ինչքան էլ Թաջ լինի, միևնույն է մնում է Մահալ։ Մահալը էլի։ Օդի աղտոտվածությունը պատմամշակութային համալիրի շրջակայքում բավական բարձր է, չնայած որ բնապահպանական նկատառումներով տեղական իշխանությունները արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը 500 մետր տրամագծով, բայց դա շատ քիչ է։ Արդեն չի ուշ է արդեն, մի փոքր ուշ է արդեն։ Իսկ այժմ առաջարկում ենք դիտել տեսանյութ, որն անդրադարձել է աշխարհի մյուս զարմանալի տաճարներին։ Հինավուրց ու նոր վեհաշունչ ու ազդեցիկ հավատի տաճարներ, որոնք պետք է գոնե մեկ անգամ տեսնել։ Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման պատվին է կառուցվել Սիենա քաղաքի գլխավոր եկեղեցին, Սիենայի հիասքանչ տաճարը։ Իտալական գոթական ճարտարապետության հիանալի այս նմուշը կառուցվել է 1215-ից 1263 թվականներին լատինական խաչի տեսքով։ 1339 թվականին հաստատվում է տաճարն ընդլայնելու նոր ծրագիրը եւ սկսվում շինարարության նոր փուլ։ Սակայն շուտով քաղաքում բռնկված ժանտախտի պատճառով, որին զոհ գնաց քաղաքի բնակչության 80%-ը, դադարեցվում են տաճարի շինարարական աշխատանքները։ Ավելի ուշ 19-րդ դարում իրականացվում են տաճարի վերակառուցման հսկայածավալ աշխատանքներ։ Տաճարի ճակատամասում հայտնվում է ոսկե խճանկար։ Սիենայի տաճարի ինտերիերը զարդարված է սպիտակ եւ սև մարմարներով՝ ի նշան Սիենա քաղաքի խորհրդանիշների, սև եւ սպիտակ նժույգների։ Տաճարի ճարտարապետական գլուխգործոցներից են 56 երանգներով պատկերված խճանկար հատակը, Հովհաննես Փրկչի արձանը, որմանկար վիտրաժները։ Աշխարհի ամենամեծ փայտե եկեղեցին ճշմարտության սրբավայրն է։ Գտնվում է Թայլանդի Պատտայա քաղաքում։ Ունի 3200 քառակուսի մետր տարածք։ Այն փայտագործության բացառիկ նմուշ է կառուցված առանց մեխի։ 4 տարատեսակ թանկարժեք փայտերից կառուցված եկեղեցու բարձրությունը 105 մետր է։ Յուրաքանչյուր սանտիմետրի վրա փորագրված են Կամբոջայի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Թայլանդի դիցաբանական եւ կրոնական պատմությունների զանազան տեսարաններ։ Հավատքի նման տաճարի ստեղծման գաղափարը պատկանում է թայլանդցի միլիոնատեր բարերար Լեք Վիլյապհանին։ Ասում են մի հայտնի գուշակ նրան վստահեցրել է, որ անպայման պետք է կառուցվի ճշմարտության սրբավայր։ Այդ սուրբ գործն ավարտին հասնելուց հետո միայն վրա կհասնի նրա մահը։ Սրբավայրը մինչև օրս կառուցվում է, այն նախատեսվում է ավարտել 2025 թվականին։ Sagrada Familia, այսինքն Սուրբ ընտանիք, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն պատկանող այս տաճարը գտնվում է Բարսելոնայում։ Թեև դեռ անավարտ է, բայց արդեն համարվում է նեոգոթական եւ մոդեռն ոճի մեջ կառուցված անգերազանցելի գլուխգործոց, որը 2010 թվականին պաշտոնապես օծվել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի կողմից։ Հեղինակն է իր ոճում անգերազանցելի ճարտարապետ Անտոնիո Գաուդին։ Հռչակավոր վարպետն իր կյանքի 40 տարիները նվիրել է այս անմահ գործին, որը ստանձնել է 1882 թվականից։ Նա հիմնովին փոխեց նախորդ ճարտարապետի հեղինակած նախագիծը, պահպանելով միայն կառույցի լատինական խաչի դասավորությունը։ Չնայած նրան, որ եկեղեցին դեռ կառուցման փուլում է, այն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նմուշ է։ Համաձայն Իսպանիայի կառավարության որոշման, տաճարի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն միայն 2026 թվականին։ Շիվա Աստծու կանանցից մեկին Սինաքշի աստվածուհուն է նվիրված հինդուիստական հոյակեր տաճարների համալիրը, որ գտնվում է հնդկական Մադուրայ քաղաքում։ Գլխավոր տաճարը, որը գլուխգործոց է համարվում, պատմական որոշ վկայություններում համարվում է մեր թվարկության առաջին դարում կառուցված հավատքի տաճար, որը սակայն 1310 թվականին գրեթե հիմնահատակ ավերվել է։ 14-րդ դարավերջին, երբ Մադարույ քաղաքում կրկին իրենց իշխանությունն են հաստատում հինդու թագավորները, Մինաքշիի տաճարը վերակառուցվում է իր նախկին տեսքով, առանց էական փոփոխությունների։ Այն ունի մոտ 52 մետր
բարձրություն։ Այստեղ են անցկացվում քաղաքի բոլոր տոնակատարություններն ու ծեսերը։ Բազմաձեռք աստվածներ ու բազմադեմ աստվածուհիներ, քահանայապետեր ու երաժիշտներ, առասպելական կենդանիներ ու հերոսներ, հազարավոր քանդակներ, որոնցից եւ ոչ մեկը մյուսին նման չէ։ Ահա այսպիսի հոյակերտ տաճարներ։ Ահա թե ինչ գեղեցիկ տաճարներ կան աշխարհում։ Իսկ մենք ինչ ենք անելու հիմա։ Մենք գեղեցիկ երաժշտություն ենք վայելելու մեր մելոդիկա էջի շնորհիվ, որն էլ ղեկավարում է Սուսաննա Պետրոսյանը։ Բարի առավոտ Սուսաննա։ Բարև Սուսաննա։ Բարի առավոտ, ինչպե՞ս եք։ Մենք շատ լավ, առաջ միշտ մենք ենք ասում։ Դուք կանխեցիք մեզ, մենք շատ լավ ենք Սուսաննա ջան եւ վայելելու ենք այսօրան ինչ դու ներկայացնելու ես։ Լսում ենք քեզ առանց հարցեր։ Եվ Բարի լույս մեր հավատարիմ հեռուստադիտողներ։ Այսօր խոսելու ենք բրիտանական Gorillaz վիրտուալ խմբի եւ նրա ամենահայտնի երգերից մեկի մասին։ Խոսքս Clint Eastwood երգի մասին է, որը գրվել էր 2001 թվականին։ Այն խմբի դեբյուտային ալբոմի առաջին սինգլն է, որը Մեծ Բրիտանիայի հիթ շքերթներում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Սինգլը Ավստրալիայում եւ Մեծ Բրիտանիայում նաեւ ստացել է ոսկյա որակավորում։ The Official Chart Company-ի համաձայն սինգլը Մեծ Բրիտանիայում վաճառվել է ավելի քան 480,000 օրինակով։ Clint Eastwood երգը էլեկտրոնիկ դափ, հիփ-հոփ եւ ռոք ոճերի խառնուրդ է։ Նրա կրկներքի հատվածը, որտեղ ասվում է «Ես արև եմ պահում իմ պայուսակի մեջ», վերցված է կլասիկ վեսթերն բարի վատչար եռապատումից։ 2011 թվականի հոկտեմբերին New Music Express ամսագրի գիրը երգը ընդգրկեց իր 15 տարիների 150 լավագույն երգերի ցանկում։ Clint Eastwood երգի ամենաանիմացիոն տեսահոլովակի ռեժիսորներն են Ջեյմս Հյուլենը եւ Pete Candeland-ը։ Տեսահոլովակը սկսվում է սև ֆոնով, որի վրա պատկերված են խմբի լոգոտիպը եւ 1978 թվականում նկարահանված Մերիալների արևածագը ֆիլմից մեջբերումներ, սկզբից ճապոներեն, իսկ հետո անգլերեն լեզուներով։ Այդ տողերը շատ երկրներում համարվեց որպես վիրավորական արտահայտություն եւ տեսահոլովակի նախաբանը չթույլատրվեց ցուցադրել։ Երգի անվանումը ակնարկ է այդ ժամանակի բավականին հայտնի բարի վատչար վեսթերնին, որի գլխավոր դերակատարը Clint Eastwood-ն է։ 2001 թվականին երգի տեսահոլովակը Russell Soho կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում զբաղեցրեց առաջին տեղը, հաղթելով այնպիսի արտիստների, ինչպիսինք են Blur-ը, Fatboy Slim-ը, Radiohead-ը եւ Robbie Williams-ը։ 2001 թվականին Հյուլենը եւ Ալբերնը նշել են, որ իրական Eastwood-ից նրանք արձագանք չեն ստացել։ Ալբերնը ցանկություն է հայտնել երգի հասույթի մի մասը փոխանցել Eastwood-ին որպես հարգանքի նշան եւ ասել է. «Ես վստահ եմ, որ երգը Clint Eastwood-ին դուր է եկել, նա խելացի մարդ է»։ Դե ինչ, առաջարկում եմ դիտել այս օրիգինալ խմբի օրիգինալ տեսահոլովակը։ Gorillaz, Clint Eastwood։ Նորից բարելույս բարեկամներ։ Եվ հիշեցնենք մեր հաղորդման հովանավորին։ Մեր հաղորդման հովանավորն է Delta Clinic բժշկական կենտրոնը, որտեղ ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ զանազան ակցիաների տեսքով։ Այցելեք Delta Clinic եւ կատարեք բոլոր օրգան համակարգերի համակարգչային ստուգում, 4D սոնոգրաֆիա, սրտի էխոկարդիոգրամա, վահանաձև գեղձի եւ ճիճվագրության հետազոտություն, այդ ամենը զեղչված գներով։ Delta Clinic-ը կօգնի մեզ պահպանել ու վերականգնել առողջությունը։ Զանգահարեք 500 560 եւ բուժվեք։ Իսկ մենք վերադառնանք հիշողության լավացման բաղադրատոմսերին։ Մասնագետները նշում են, որ այդ գործում առավել օգտակար են հետևյալ բառությունները։ Մտապահեք նոր ծանոթների անունները։ Որը ես չեմ կարողանում անել երբեք, Անահիտ։ Անահիտ։ Համակարգչի փոխարեն դիմեք թղթի եւ գրիչի օգնությանը։ Ձայնային հաղորդագրությունները փոխարինեք կենթանի շփումներով։ Ձեր խնդիրների ու դժվարությունների մասին խոսեք բարձրաձայն, այ քեզ բան։ Շատ օգնում են նաև զգացողություններն ու ապրումները մանրամասը նկարագրելը, հարևանհուն երևի, չէ՞։ Երեք գնացել էի, բայց ինչ շորիկ էր։ Պատկերացրեք, որ հետաքրքրասիրությունը եւս նպաստում է հիշողության լավացմանը։ Պայուսակում կամ գրպանում օտար լեզվի բառարան պահեք ու ամեն օր 5 գոնե 5 նոր բառ սովորեք։ Ամեն օր աշխատանքի գնացեք տարբեր երթուղիներով, սա ես ճիշտ ասած չեմ պատկերացնում։ Ես օրինակ ոտքով գալիս եմ փողոցով, երևի գնամ Կիևյանով։ Երևի որ տարբեր ճանապարհները հիշողություններ։ Բայց ես մի բան էլ ասեմ, որ այստեղ նշված չէր։ Շատ օգնում է իսկապես հիշողությանը շախմատը։
որը մարզում է ուղեղը, ասում է ինչ է շատ լավ է մարզում իհարկե, այո։ Դենի ջան, կան մարդիկ, ում առհասարակ պետք չէ մարզել ուղեղը, դրանցից մեկը դուք եք իհարկե։ Ինչպես ցանկացած մկան մարմնի, նույնպես ուղեղը պետք ունի վարժության, որ կարողանա պահպանել իր առողջ եւ այո, կայտար վիճակը։ Եվ իհարկե սիրելիներ շատ կարդացեք, օրինակ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին վերջերս խոստովանել է, որ այսօրվա ձեռքբերումներով պարտական է հեքիաթասացների ընտանիքում մեծանալու փաստին, որտեղ ընթերցանությունը պարզապես կենսակերպ էր։ Այսա լավ ընտանիք է, դուք կարդաք սովորեցեք ձեր բալիկներին։ Դե ինչ օգտակարությունից խոսեցինք, ժամն է, որպեսզի անդրադառնանք առողջությանը։ Այո, ամենակարևոր բանին։ Դա իհարկե օրվա դեղատոմսեջն է։ Բարի լույս, մենք ցանկանում ենք, որպեսզի դուք մշտապես արթնանաք ժպիտով, այդ իսկ պատճառով էլ ամեն առավոտ հոգ ենք տանում ձեր առողջության մասին։ Այս անգամ մեր տեղատոմսն ուղղված է Ժիլբեր կոչվող հիվանդությանը։ Իսկ ինչ է այն եւ ինչպես կարող ենք այն բուժել, կպարզենք Դելտա Կլինիկ բժշկական կենտրոնի բժիշկ գաստրոենտերոլոգ Նինա Մուրադյանի հետ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչ է Ժիլբեր հիվանդությունը։ Ժիլբեր հիվանդությունը նախ հիմնականում մենք իրեն անվանում ենք սինդրոմ, դա արտահայտվում է այրան մեջ ազատ բիլիռուբինի քանակի ավելացմամբ։ Հիմնականում այդ երևույթ է, սինդրոմ է, այլ ոչ թե հիվանդություն։ Դերը կայանում է նրանում, որպեսզի ավելի հստակ պատկերացում ունենանք, օրգանիզմում բիլիռուբինը ազատ ձևով ընկալվում է լյարդի ֆերմենտների կողմից, կապվում է գլյուկորոնաթթվի հետ եւ դառնում է կապված բիլիռուբին։ Այս սինդրոմի ժամանակ այդ ֆերմենտը, որը պետք է վերցնի եւ կապի բիլիռուբինը, քիչ է քանակությունը եւ մենք ունենում ենք ազատ բիլիռուբինի քանակ այրան մեջ։ Ու ինչպես է այն արտահայտվում մեր ինքնազգացողությամբ։ Հիմնականում արտահայտվում է տարբեր կլինիկորեն տարբեր ձևերի արտահայտում, կարող է լինել թեթև բնույթի եւ ունենալ կլինիկական նշաններ։ Հիմնականում դա դեղնության առաջացումն է սկլերանելում, թույլ դեղնություն են ունենում։ Սրտխառնոց տրամադրության անկում կարող է դիտվել, կարող է լինել ծանրության զգացողություն աջ թուլակողմում, ընդհանուր աշխատանքության իջեցում կարող է դիտվել։ Հիմնականում գանգատները թույլ են արտահայտվում։ Իսկ պատճառները որոնք են։ Պատճառները հիմնականում դա գենետիկ է, ժառանգաբար անցնում է սերնդե սերունդ։ Պատճառ այդպիսիկ էտիոլոգիա չունենք, հիմնականում կարող է դիտվել դեղնախտներից հետո, հեպատիտ A-ի կամ B-ի առկայությունից հետո առաջանում է հետդեղնախտային կամ հետդեղնախտային բիլիռուբինի բարձրացում այրան մեջ։ Իսկ կա խոցելի տարիք։ Այո, խոցելի տարիք ունենք, դա հիմնականում երիտասարդների մոտ է դիտվում, 11 տարեկանից մինչև 30 տարեկան, եւ ավելի շատ հանդիպում է տղամարդկանց մոտ, քան կանանց շրջանակում։ Իսկ բարդություններն ինչպիսին կարող են լինել։ Բարդություններ հիմնականում չենք ունենում։ Դրանով է պայմանավորված, որ որպես երկրորդ անվանում կոչում ենք բարորակ բարձր բիլիռուբինեմիա։ Պարզապես հիվանդը պետք է տեղեկացված լինի, դա ինչ է իրենից ներկայացնում, գենետիկ անալիզը պարտադիր պետք է հանձնի, որ իր մոտ ստույգ լինի, որ արկա է Ժիլբերի արկայությունը ավելորդ խուճապից զերծ մնալու համար։ Տեղատոմսը որն է, եթե ինքնազգացողության նման վատացում կա, ինչ անի։ Հիմնականում դա ավելի անհրաժեշտ է իմանալ կանանց, այն կանանց, ովքեր պատրաստվում են հղիության, հա, հղիության ժամանակ Ժիլբեր ունեցող կանանց մոտ կարող է դիտվել ավելի շատ բիլիռուբինի բարձրացում, եւ այս դեպքում այնպիսի երևույթներ, ինչպիսին է սրտխառնոցը, ընդհանուր թուլությունը ավելի ծանր են նրանք տանում։ Նման դեպքում, եթե ունենում ենք բիլիռուբինի երկրկնակի բարձրացում, միջամտություններ ենք անում պարտադիր դեղորայքի եւ ակտիվացված ածուխի օգտագործում, որպեսզի սիմպտոմները մարեն։ Եթե մարդու մոտ արկա է այս խնդիրը, ինչ անին է։ Նախ առաջի հերթին պետք է հետազոտենք, եթե ունենում ենք բարձր թվեր եւ կլինիկական նշաններ, ապա բուժում ենք։ Իսկ եթե գալիս է նորմայի սահմաններում, հա, կամ վերին սահմանն է նորմայի, ոչինչ չենք անում։ Եթե կլինիկորեն գանգատը արկա է, ապա միջամտում ենք։ Եթե գանգատը արկա չէ, ոչինչ չենք անում։ Իսկ վերջնական բուժում ենթադրում է։ Ոչ, որովհետեւ դա հիվանդություն չէ, այլ երևույթ։ Շնորհակալություն, իսկ ինչ տեղատոմսեր է մեզ համար պատրաստել Մարիամ Վահանյանը, կպարզենք քիչ անց։ Նորից բարի առավոտ, երեկ տեղի ունեցավ ժողովրդական երգիչ նախագծի հաղթող Սերվակ Ամրոյանի «Ախպերս ու ես» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Մենք այժմ կդիտենք տեսահոլովակը, որից հետո ունենք հենց նրանց որպես հյուր մեր տաղավարում։
Ինչպես տեսնում եք, ախպերս ու ես նայում ենք այս տեսահոլովակը եւ գոհ ենք նշեմ, որ մեր տաղավարում են Սևակ Ամրոյանը, երգիչ, բարի առավոտ Սևակ, ռեժիսոր Արմին Քոչարյանը, բարև ձեզ, եւ այս զիարչության գործիքավորումը, եթե չեմ սխալվում, հենց Դերհովայինն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես նաեւ գլխավոր դերակատարը, դերակատարներից մեկը։ Ես զինվորի դերում։ Այո, դուք շուտ պիտի Դերհովային ճանաչեք, բայց լավ է, որ գոնե այս դերում ճանաչեցիք։ Ինչպես է տրամադրությունը, ինչպես ծագեց գաղափարը, ինչու Սևակ Ամրոյան ժողովրդական սենց երգով շարժվող, հանկարծ Արմին Քոչարյան, որ միշտ սենց ռոք, Գաղափարը սկսվել է ինձ ու Հարութից, այսինքն մենք միտքը եղավ, հենց միասին որոշեցինք, որ այս երգի գործիքավորենք Համերգունեի Մոսկվայում, սկզբի համար գործիքավորեցինք, հետո նոր արդեն տեսահոլովակի գաղափարը եկավ, ես չեմ հիշում կոնկրետ հենց այդ պահը, որ որոշեցինք Արվինին, միջև այդ մենք լավ ընկերներ ենք։ Դրանց հետո ընկերությունը դարձավ գործակնային։ Սևակը առաջարկեց տեսահոլովակի պահը եւ ես այդ երգը իմ սիրած երգերից է Սևակի կատարմամբ եւ մի անգամից ես ասացի միանշանակ էսի անում ենք եւ շատ հետաքրքիր բան պետք է անենք մի քանի տարբեր այդպես ինչ-որ բաներ մտածել ենք բայց վերջ եկանք այս տարբերակի վրա որը լիքը քննարկումներից հետո ինչքանով գեն իրականացնել այդ գաղափարները ստացանք այս տիպի տեսահոլովակ այս տիպի երաժշտության համար որ իմ կարծիքով մի քիչ նոր ինչ-որ մոտեցում է։ Հենց տեսահոլովակի գաղափարն էլ միասին երեքով եկակ այդ եզրակացության, թե ավելի հիմնական իր կարկասը ես մտածել էի, հետո արդեն մանրուքներ այդ նուրբ բաներ կար մեջը, բոլորով հավաքվում ենք եւ լիքը քննարկում ենք այդ ամենը։ Իսկ մոտավորապես ինչքան տևեց, ասենք, նկարանները եւ պատրաստելը հոլովակը։ Նախապատրաստական աշխատանքն էր մի քիչ շատ էր, որովհետև տաղավարը պատրաստել էինք մենք հատուկ տեսահոլովակի համար, երկար էր, բայց կարծում բայց նկարանումից միջև արդեն վերջնական մոնտաժ բանը մի 15 օրում ենք ստացել ենք դա։ Նախապատրաստական էր երևի մի 15 օր նախապատրաստական էր։ Դուք ինչ կասեք Դերհովա։ Արվինի բախտը բերեց, որ այդքան կարճ ժամանակվա մեջ արեցին, որովհետև մենք ճիշտ ասած երգը անցած տարի ենք ձայնակրել։ Հիշում եմ, որ Սևակի ես որ հանդիպեցինք, Սևակ կարող չիմանա, բայց ես իր ֆանատներից եմ։ Երբ ինքը մասնակցում էր ծրագրում, ժողովրդական երգիչի ծրագրում, ես իրեն Դուք քվեարկել եք միշտ իրոք։ Դե չէ, չեմ քվեարկել միշտ ասած, բայց հետևում է եւ միշտ հետաքրքրություն կար, որ համագործակցենք, հետո որ իրենք զանգեցին Սևակն ու իր մենեջեր զանգեցին, ասեցին հանդիպենք, ես արդեն շատ ուրախացա։ Սկիզբը փորձում ենք հասկանալ ինչ տեսակ երգ անենք, մի քիչ բարդեր չգիտենք, ռիթմիկ երգ անենք, թե տանթաղ, հին երգ, դա ժողովրդական չէ՞, մի քիչ ավելի ժամանակակից ռիթմեր է։ Ուղղակի հետաքրքիր ստացեց, որովհետև ես միշտ այս երգը ուզում էի անել։ Հետո Սևակը ինձ ասեց՝ մի հատ երգիչ կա Սփյուռքում, Գառնիկ Սարգսյան, որ արդեն ասեց, ես զարմացա, որովհետև ինքը ճանաչված ինքը միշտ երգել է, հենց ինքն է երգել։ Հայաստանում ճանաչված երգիչ չէ, բայց դրսում շատ ենք հավանում, ինքը որպես հայրենասիրական երգիչ, շատ ենք հավանում, շատ ենք հարգում ու որ Սևակ ասեց մի հատ երգ ունի ախպերս ու ես միանգամից ասի անպայման պետք է անենք ու արեցինք։ Սևակ, բայց մենք քեզ միշտ սովոր ենք լսել ավելի այսպես կոմիտասյան շնչով, շատ զուտ, այն իսկական ժողովրդականով եւ հանկարծ այսպես ուրիշ ռիթմիկա է գնում եւ սովորաբար շանթի նոր տարիներին էր, հա, երբ միացնում էին ժամանակակիցը, այո, ժողովրդականի հետ։ Ինչպես եղավ որ որոշեցի ամեն դեպքում նման ոճում։ Ոնց որ Հարութ ասեց, երգը շատ եմ սիրել, շատ։ Մտածում եմ ինչ երգ կարելի է անել, որտեվ ժողովրդական աշուղական երգեր շատ ենք երգել մեր համերգների պրոյեկտի ընթացքում, նոր բաներ պետք։ Գուցե հեռուստադիտողը ուղղակի տեսահոլովակը եւ այլն չի ընկալում այդքան ժողովրդական, ինչքան հենց ժամանակակից ռիթմերով դա էր խնդիրը։ Չէ, ես միշտ կոնկրետ չեմ նստել մտածել ինչ անել, որ սիրվի, այսինքն ինչը ներսից դուր է եկել ինձ, ինչը հոգուցս եկել է, մարդիկ այն որ ասում են, սա կոմերցիոն չի, չգիտեմ ինչ չի, ավելի ուրիշ բան կարելի է երգել, բայց չէ, մենք ընդհանուր հասկացանք, որ սա մեր հոգուց է եւ դրա համար գործի անցանք։ Բայց վաղ չկար, որ գուցե չընդունեին քեզ այդ ոճում, այդ տեսակով ասեին։ Կարող է մի 2-3% ասենք վաղ ներսից լինի, բայց չէ, այդքան չէ։ Բայց ընդունեցին։ Ուղղակի Հայաստանում կոմերցիոն հասկացողությունը մի քիչ սխալ է գալվել, այսինքն կոմերցիոն դառել այն ինչ որ հիմնական ռեստորաններում եւ բանում վաճառվում է մի քիչ մենակ 6-8-ն է կոմերցիոն, բայց ես կոմերցիոն յուրաքանչյուր ոլորտում էլ եթե կոմերցիա չլինի, դա չի կարող լինի ինչ որ Իսկ ինչ եք ուզում անել տեսահոլովակի հետ, ինչ ապագա է սպասում հոլովակին։
Դե մի քանի ալիքով ցույց տամ։ YouTube-ում դնես որ Չէ, իհարկե սպասելիքները մեծ են, որովհետև շատ ենք աշխատել, թե Հարութը, թե ողջ թիմը, թե Գայանեն Ասլամազյան, որին իրոք շնորհակալություն ենք հայտնում։ Երաժիշտները Արմենը Շավերդյան, բոլորը, ովքեր մասնակցել են այս գործին, իրենց մեծ շնորհակալություն, սպասելիքները ամեն դեպքում մեծ են։ Կարևորը ժողովրդի սերը վայելելն է, ժողովրդի գնահատականը ստանալն է։ Դու արդեն վայելում ես այդ սերը, ասեմ, եւ արտասահմանում, եւ այստեղ էլ տեսա, մենք շատ հաճախ հավաքույթների ժամանակ իր երգերն ենք դնում YouTube-ից կամ որևէ ուրիշ տեղից ու լսում։ Բարի Դերենիկ ջան, իսկ թե տեսահոլովակում զինվորները դերասաններ էին, թե իսկական զինվորներ կիմանանք միայն գովազդից հետո։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոш գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն են ձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Նորից բարի առավոտ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում են Սևակ Ամրոյանը, ինչպես նաև տեսահոլովակի ռեժիսոր Արվին Քոչյանը եւ Դերհովան։ Մենք զրուցում ենք նոր տեսահոլովակ աղբերից ու եսից։ Արվին, ձեզ հաճախ են եղել առաջարկներ ավելի այլ ոճում եւ հանկարծ մի քիչ տարբերվեց, հա։ Ճիշտ ասած, առաջարկ չի լինում ընդհանրապես, այսինքն եթե երգը ինձ դուր է գալի եւ ես տեսնում եմ իմ պատկերացրածմանը կարող եմ ինձ համար համոզիչ ձևով ստանալ դա։ Դուք եք առաջարկում, ասում եք անվճար կնկարեմ այդ տեսահոլովակը։ Դե հիմա այդ վճարովի կամ անվճարը ստեղ չեմ բան անի, բայց ամենայն դեպս երգը պետք է իմ վրա ազդի եւ մեջ ինչ-որ բան փոխի։ Այդ պահը որ բանա փոխում, ես գտնում եմ որ կարող եմ ինչ-որ մի բան մտածել որպես տեսահոլովակ եւ բնականաբար շատ կարեւոր է որ դիմացի անձնավորությունը կամ դիմացի խումբը ով է եւ ինչքան հեշտ կլինի իրancs հետ աշխատել։ Կոնկրետ վերջի դեպքը որ ես տեսահոլովակն է, ինձ համար շատ հաճելի էր Սևակի հետ աշխատել, մանավանդ Սևակը ունի շատ մեծ ընկերների բանակ, որը իրոք աջակցել են մեզ եւ առանց իրանց անհնար էր համարյաս ամեն ինչը այսքան կարճ ժամկետում անել։ Բարի, Սևակ առհասարակ նոր երգիչներ, երիտասարդներ տեսահոլովակ են նկարում, որպեսզի հայտնի դառնան ինչ որտեղ։ Քո մոտ այդ խնդիրը չկար, դու վաղուց արդեն ես քո ամերիկային ծրագրերը, քեզ սիրում է ժողովուրդը, քեզ ճանաչում է թե այստեղ, թե դրսում։ Ինչ կարիք կար տեսահոլովակ նկարելու։ Ճիշտ ասած, երգչի կարիերայում իհարկե բնականաբար իմ կարծիքով ճիշտ կլինի մեկ-մեկ տեսահոլովակներ ներկայացնել, որովհետև ճիշտ է, համերգներ շատ են լինում թե այստեղ, թե Սփյուռքում, որի համար մեծ պրոյեկտն է իհարկե ճանաչում տվել, օգնել, բայց սա երևի գործի ամփոփում կարելի է համարել, այսինքն արած աշխատանքի ավելի լայնամասշտաբ տարածում։ Այո, ես վստահ եմ, չէ՞ որ տեսահոլովակը բոլոր դեպքերում օգնում է երգի տարածմանը։ Իհարկե, այսինքն ավելի միանգամից ավելի ընդլայնում է տարածումը եւ ես ավելացնեմ Արվինի խոսքից հետո որ բոլորը այս գործին ավելի ընկերաբար են մոտեցել եւ ոչ մեկ ֆինանսական շահույթ չի ակնկալել թե Դերհովան թե Արվինը թե Գայանեն թե ոճաբան Արամը Նիկոլյան թե գիտարահարը բոլորը ինչի հետ է պայմանավորված որ այլ պատվերներ ավելի շատ են ասենք 6 տիպ պատվերները կան գումարը տեղից գալիս է նման գործերին ընկերաբար ենք մոտենում Դե չէ նախ ես 6-8 երբեք չեմ գործիքավորել չեմ արել բրավո տենց մեծ հետաքրքրություն բայց եղել է որ դիմեն ասեք մերժեք Չէ ես եմ նույնիսկ մտածել անել ուղղակի նոր մոտեցումով բայց հենց չեմ արել Սևակը ոնց որ ասացի, ես ոնց որ իր ֆանատներից լինեմ, դրա համար ինձ մեծ հաճույք էր իր հետ համագործակցել ու այս վերջին տարվա ընթացքում, որ մեկ երգը սկսեցինք քննարկել եւ այլն, լավ ընկերներ ենք դարձել, դրա համար ինձ համար շատ հաճելի էր, հաստատ էլի համագործակցություններ կլինեն։ Բարի, Սևակ, եթե խոսենք առաջիկա ծրագրերից, ինչ ունես։ Ավելացնեմ, հա, սեպտեմբեր 28-ին Pasadena Civic Auditorium սրահում Լոս Անջելեսում մեծ համերգ կունենանք մեր նախագծով, ժողովրդական երգիչ եւ ավելացրած նաեւ սուպերստարից մեր Սոնա Ռուբենյանը։ Մեծ համերգեր Սիրով Եթե չեմ սխալվում, արդեն տոմսերը վաճառված են կարծեմ, ես անցյալ օրը խոսում էի, բայց դուք ավելի լավ կիմանաք։ Եթե դեռ չեն վաճառվել, դիմենք բոլոր մեր Ամերիկայի Միացյալ Նահանգների ընկերներին եւ ասենք, որ մեծ համերգերներով Ես շատ եմ սպասում եւ թվով 7-րդ անգամ եմ գնում ու
շատ եմ սիրում Ընդամենը մեկ օր է լինելու Ընդամենը մեկ օր, այո։ Սեպտեմբերի 28-ին սպասվում է համերգ, ամբողջ ժողովրդական երգիչ նախագծի տարբեր մասնակիցների։ Տարբեր լավագույն մասնակիցների եւ նաեւ Սոնա Ռուբենյանը։ Ինչ ես երգելու, Սևակ։ Գախնիկ է առաջ։ Ժողովրդական աշուղական, չէ, օրինակ Միլացասնին երգել եմ, որը շատ ինձ հաջողություն բերեց, պարտադիր երգելու եմ։ Սայաթնովա Քանիվուր ջանի երևի ախպերս ու ես դուետներ տարբեր, շատ մեծ տարբեր աշուղական ժողովրդական ծրագիր։ Որ այդքան մեկնում ես Ամերիկայով, ասում ես շատ եմ սիրում, կարող եմ մի օր մնասել չգաս։ Չէ, չեմ կարծում, որտեվ իմ ընտանիքը, ընկերներս, գործս սիրում եմ, շատ եմ սիրում Հայաստանը։ Այսինքն 6 անգամ եղել եմ, ինձ թվում է, եթե ցանկություն լիներ Գոնե 6-րդ անգամ։ Հա, գոնե 6-րդ անգամ կունենա։ Կունենայի արդեն։ Դե ինչ բարի, կարծում եմ ավելացնելու ոչինչ չկա, ձեզ ցանկանում ենք միայն հաջողություններ, նոր տեսահոլովակներ ձեզ Արվին ջան, ոգևորված, նոր գործիքավորումներ ձեր հոբաջան։ Ավելի շատ իհարկե վարձատրությամբ այս անգամ։ Այո, միշտ չեն կարող այս մարդիկ աշխատել բարեգործական հիմունքներով։ Իհարկե, շնորհակալ ենք զրույցի համար։ Շնորհակալ ենք ձեզ։ Շատ հաճելի է ձեզ բոլորին հաջողություն։ Իսկ մեր եթերում հերթական տեսանյութն է։ Վազգենը, Սաքոն, Արամն ու Սուրենը արդեն 7 տարի է, ինչ տղամարդիկ արձանը Սարյան պուրակում է, մարդիկ անցնում են այստեղով, հիշում սիրելի ֆիլմը և պարզապես ժպտում։ Տղամարդիկը մեկն է Երևանի ավելի քան 80 արձաններից։ Դրանք միշտ էլ եղել են փողոցային անցուդարձի ականատեսը, քաղաքային տրամադրություն ու կոլորիտ ապահովողը, իսկ որքանով մենք գիտենք մեր քաղաքի արձանները։ Գիտենք ում արդեն, Արամ Խաչատրյանի։ Արամ Խաչատրյան։ Հա, Արամ Խաչատրյան։ Արամ Խաչատրյան։ Արամ Խաչատրյանի։ Չէ, չճանաչեցի։ Լավ է։ Սայաթնովայի։ Այս Արձանը չգիտեմ, Զորավար Անդրանիկի։ Չգիտեմ։ Անդրանիկ Զորավարի։ Հերոս չի, հերոսա։ Զորավար Անդրանիկ։ Քուրս քաղաք Մեր հերոս Անդրանիկի։ Էնա գրած է էլի, Զորավար Անդրանիկ։ Արթուր Շոպենհաուերն ասում էր, ինչ որ մեկին արձան կանգնեցնել կենդանության օրոք, նշանակում է հայտարարել, թե հույս չկա, որ սերունդները նրան կհիշեն։ Արձանային մշակույթը սակայն ոչ միայն մեծերի հանդեպ հարգանքի ու սիրո նշան է, այլև քաղաքի դիմագիծն ու բնավորությունը կերտողը։ Երևանը ռոմանտիկ քաղաք է, համենայն դեպս դրա մասին են խոսում բազմաթիվ արձանները, այնպես որ սիրում եք Տերյան, ձեր հաջորդ ժամադրությունը կարող եք հենց նրա արձանի մոտ նշանակել։ Նելի Մովսիսյան, Աղվան Հարությունյան, Առավոտը շանթում։ Շարունակելով արձանների թեման, ասենք, որ եվրոպական շատ քաղաքներում թիվ 1 աղետ համարվող երևույթի ավելի շուտ կենդանիների մասին, դա իհարկե աղավնիներն են։ Եվ ասեմ քեզ Անահիտ, ոչ միայն Եվրոպայում, օրինակ քան քաղաքում, որ ես ապրում եմ Գլենդել քաղաքում, այնտեղ հատուկ նշաններ կան, որի վրա գրված է, որ արգելվում է աղավնիներին կերակրել։ Չես կարող կերակրել, որտեղ այնքան են շատանում, որ կեղտոտում են քաղաքը, որ մեծ ծախսեր է պահանջում մաքրելու համար եւ աղավնիները առնետներ են ուղակի թևերով, այդքան ռոմանտիկ պետք չի նրանց մոտենալ, նրանցից հիվանդություններ են առաջանում, մի խոսքով պրոբլեմատիկ կենդանիներ են։ Դուք աղավնիների նկատմամբ նրանք առաջացնում են մի շարք բնապահպանական ու սանիտարական խնդիրներ, ինչպես նշեց արդեն Տերենիկը, որոնց լուծումը ենթադրում է պայքար խաղաղության խորհրդանիշ աղավնիների դեմ։ Աղավնիների պատճառով աղտոտված պատմամշակութային հուշարձանների մաքրման ծախսերը մեծ մասամբ ծանրանում են սովորական քաղաքացիների ուսերին։ Օրինակ Վենետիկի հրապարակներում եւ փողոցներում ղուն են անում ավելի քան 100,000 աղավնիներ, որոնց առաջացած աղբը մաքրելու համար յուրաքանչյուր հարկատու տարեկան 275 եվրո է վճարում։ Այո, այո։ Բավականին գումարներ են գնում։ Որոշ քաղաքների իշխանությունները մաքրության համար մղվող պայքարում դիմել են կտրուկ միջոցների։ Օրենքով արգելել են կենտրոնական հրապարակներում կերակրել աղավնիներին, իսկ կարգազանցների համար սահմանել են 50-ից 600 եվրո տուգանք։ Սա էլ իհարկե վկայում քո ասածները։ Այո։ Նման օրենք է գործում նաև Վիեննայում, Վենետիկում, Ֆլորենցիայում, Ժնևում, Փարիզում, Լոնդոնում եւ Հելսինկիում, որտեղ շատ են մտածում շենքերի ու արձանների մաքրության մասին։ Մեզ մոտ իհարկե աղավնիներ չկան, բայց արձանները մաքրելու կարիք իհարկե։ Այո, այո։ Մեր տեսանյութը քաղաքային արձանների մասին է։ Դա մենք իհարկե դիտեցինք, իսկ հիմա մեզ մոտ գովազդ է։
Նորից բարև ձեզ, այսօր կարծես թե երաժշտական եթեր է եւ մեր հաջորդ հյուրերը նույնպես մեծ կապ ունեն երաժշտության հետ։ Մեր հյուրն է մասնագիտությամբ ֆինանսիստ, բայց շատերին որպես երգչուհի հայտնի Սիբիլը, բարի առավոտ։ Եվ իհարկե բոլորին հայտնի երգիչ Անդրեն, բարև ձեզ։ Բարի լույս։ Ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ։ Մենք գիտենք, որ դուք բարի լուրով եք եկել, քանի որ վաղը, հենց սեպտեմբերի 18-ին, կինո Մոսկվայում ժամը 17:00-ին կկայանա շնորհանդեսը նոր դիսկի եւ ինչքան գիտեմ, ամբողջ հասույթը բարեգործական է եւ տրամադրվելու են մանկատներին։ Իհարկե լավ բարի գործ եք անում, մի քիչ խոսենք թե ինչպես մտահղացումը եղավ, ինչ երգեր են ընդգրկված։ Երկրորդ ալբոմս է, որ կոչած եմ Սեր, 12 երգեր է կփաղկանա, 11 հատ հայերեն, 1 հատ արամերեն լեզուով երգ մգա։ Հրաշալի անձեր միացան այս ալբոմին ինձի հետ, Ջիվան Կասպարյան, Սիրելի Անդրեն, աշխարհայաչակ իսկապես շատ մեծ երաժիշտ Մերջանդեդե Թուրքեինքը ազգությամբ, Արա Քևորքյանի հորինումը կա, Պետրո եւ Արմեն Դիվանյան արևներ եւ 15 Հայաստանի երգիչ եւ երգչուհիներ ինձի մեկ երգի մեջ միացան։ Ահա, մեծ ողջույն։ Անդրեն, բոլոր երգիչները մի երգի մեջ։ Այո։ Շատ կուզենայի լսել։ Այո, քո հայրենիք Հովանես Շիրազի Իմ հայրենիք։ Քո մեր հայրենիք Մաժակ Թոշիկյանի հորինումով Հովանես Շիրազի բարերով իսկապես այդ կազմակերպությունը Անդրեի Գբարդիմ բոլորը կովկովի փերավ հրաշալի կորցմել։ Անդրեյ ջան, ինչպես ստացվեց ձեր համագործակցությունը, ինչպես ես այսքան օգնել։ Մեր համագործակցությունը սկսվել է արդեն 3 տարի է, ինչ ծանոթացել ենք եւ Իշնորհիվ իհարկե իր առաջի ձայնասկավառակին ես ճանաչեցի նրան եւ հետաքրքիր այն էր, որ ուղղակի ինձ հետաքրքիր ով է այդ երգչին եւ ինչպես ստացվեց, որ Թուրքիայում երգում է հայկական երգեր կամ տեսնեմ անին ու նոր մեռնեմ ադանայվող եւ այդ ամեն ինչը ցուցադրվում է իրենց կենտրոնական ալիքներով եւ ուղղակի որպես հայ, ոչ թե որպես երգիչ, ինձ հետաքրքիր էր ծանոթանալ նրա հետ, մենք ծանոթացանք շփվեցինք եւ կարծես իրարից անկախ ամեն ինչ սկսվեց գործնական հունի դասավորվել, իսկապես եմ ասում, նախ անցած 1.5 տարի առաջ ունեցանք մեծ համերգ Իստանբուլում, բավականին հաջողված համերգ եւ լուսաբանել ենք ձեր եթերում։ Հարցնել Ստամբուլի համերգում միայն հայերեն դահլիճում թե նաեւ կային, ասենք թուրքեր կային, անշուշտ կային, այս արդեն ինչպես գիտեք կաշխատիմ թուրքական մեկ հաստատության մեջ իմ կորձի ընկերներս եկան եւ լրագրողներ կար, շատ մծանոթներ կար, թուրք ասկի անձեր ագային Եվ շատ հավնեցան, ընդհանուր հայերեն երգեր, այս մեկ հատմը թուրքերեն երգը երգեցի, որ իրենք թուրքերը ներգաբիդլան, կոնե մեկ հատ երգեմ ուսով, ուսիմ, որ հրաշալի համերգ մներ, սեր երգերով թե զվարջացանք, թե ուզվեցանք արանց ոևե պամը հասկնալու, թուրքերն ագային։ Իսկ առհասարակ որևէ խոչընդոտներ չկան Թուրքիայում ձեր դեմ, երբ երգում եք հայերեն, բարձրաձայնում եք հայերենը։ Կարծեմ թե փախտավոր եմ, որովհետև միշտ թրական խոսքեր իմացա, միշտ լավ նամակներ ստացա, Երանի մեզի որ թում մեջտեղ էլար եւ լսեցինք քու շնորհիվ այս հրաշալի երգերը ըսին։ Գնացեք դուք որտեղ եք ծնվել։ Պոլիս, Իստանբուլ, հա, եւ մաքուր հայերեն եք շատ խոսում, ուրախ եմ դրա համար։ Վստահ եմ, որ թուրքերեն էլ ձեր կատարյալ կլինի երևի, քանի որ այնտեղ եք ծնվել, մեծացել եւ սովորել։ Անդրեյ, իսկ դուք եք երգում Թուրքիայում համերգին, հետա թե ինչ որ բան զգացել եք, ազգայնամոլական ինչ որ զգացել։ Այո, իհարկե, անշուշտ ես երբ որ հարցազրույց էր վերցնում թուրքական CNN-ներ, թե TRT-ը միլիսաներ այդ ալիքը, որ հարցրեցին, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում դրան, որ դուք այստեղ եք, ես ասացի, որ ինչ որտեղ կորցրած հայրենիքում եմ ելույթ ունենում, շատ-շատերի համար երազած այդպես ամենայն դեպս ոգով, որտեղ այնտեղ կային երգեր, հիմնականում 70%-ը երգերի բարձրացնում էր հայոց ցեղասպանության հարցը եւ երգեր, որոնք որ
սկզբում ասեցին, որ հնարավոր է չլինի ծրագրում, բայց այնքան համառ ենք եղել, որ ասել ենք առանց դրան ամենը չի կայանա, առանց այդ երգերի։ Գիլիգիա երգեցինք, քո հայրենիքը։ Ով կարող է դա արգելել, ասենք, Ովևէ մեկը չարգելեր, մենք մեր մեջ անանքի սկզբնակ միշտ քաշված ասմանվալու համար, որ ովևէ մեկը խնդիր մգանես, այս ալբոմից մեջ Ադանան դրի, առաջին ալբոմի մեջ Գիլիգյան գար, Դեսնեմանին գար, Ադանան ինձի շատ մանցերսին, որ վստահ ես Ադանան, որովհետև չարցը գբատմե։ Այո, սի վստահ եմ եւ հրաշալի կորցմելավ Ջիվան Կասպարյանիա Դուդուկով միասին։ Ասեմ, որ նոր ձայնասկավառակում ունենք երկու նոր զուգ երգ, մեկի երաժշտության հեղինակն է հենց Արա Գևորգյանը, խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանը, բավական հետաքրքիր երգ է ստացվել եւ երկրորդ երգը Մաժակ Թոշիկյանի եւ Մաքրու խոսքերով Սեր, որով հենց կոչվում է ալբոմը ու հայրենիք երգը, որտեղ որ մասնակցել են գրեթե բոլորը մեծ սիրով են մասնակցել, այսինքն կազմակերպելու համար այդ համերգի փակումը անում ենք հենց բացումը։ Քո հայրենիք երգով Մաժակ Թոշիկյանը մեզի համար անձնական մեզի համար գրեց Խովաննի Շիրազի բարերով եւ մենք այդպես համերգը բացինք քո հայրենիք երգով։ Ես ինչքան հասկացա, դուք քաղաքական կողմ եք տվել այդ համերգին, ճիշտ է թե չէ, ինչ որ իմաստով։ Խոսքով չէ, ես միշտ կեսվածքովս իմ երգերովս կխոսեմ, չեմ ուզեր ովևէ թրքական կամ թե այս Հայաստանը պոլիտիկայի մասին խոսիլ։ Այս միշտ իմ երգերովս։ Այո, ես հետ եմ ուզում ասել, ինչքանով եք կարծում, որ երգը կարող է խառնվել քաղաքականությանը։ Որտեւ այստեղ անկերպ, եթե բառեր ունի ու բառերի մեջ արդեն բովանդակություն կա, դա դառնում է քաղաքական, ասենք, երբեմն երգով ավելի շուտ ես կարող անհասցնել։ Այո, կհավատաք, որ շատ հավնեցան Ադանան, արդեն գիտեն Ադանա, երբ որ գրեն Ադանայի ողբը, արդեն ինտերնետի մեջ կա ինչ որ եղած է, սաչապ 30,000 հոգի մահացած է եւ այլն, ամեն բանը գիտեն եւ հրաշալի է, այսին ամենեն շատ սիրած երկերն ես մեկ անգամ ըսող եղավ։ Վստահ եմ, որ դուք շատ թուրք գործընկերներ ունեք, ընկերներ ունեք, երբևէ նրանց հետ զրուցում եք հայկական ամեն ինչ կզրուցեմ։ Ես իրենց հայերեն կսորվեցնեմ, եթե կհավատաք իմ կողքս նստող դուղուն ընկերներուս հետ փարիլույս կսեն ինձ երբ որ արտասահման երթամ հաջողություն հայերեն հաջողություն սորացած եմ շատ լավ է ինչ որ հանկիստ կրնամ խոսիլ եւ իրենք գիտեին որ Հայաստան պիտի կամ ըսին որ ինչպես է Հայաստանը օրմասի դուք եկեք ըսին որ մեզի գարնեն ինչու չառնեն ըսի Փեկաղեկսին ետ կրնանք վերադառնալ այն շուշտուսի շատ կուզեմ շատ մեծ փափակ ունիմ որ ինձ օգնող իմ միշտ կողքիս եղող երկու թուրք հրաշալի երաժիշտներ կան իրենց հետ միշտ գխոսիմ շատ կփափակիմ որ Հայաստան կան եւ համերգ տան գազագերբիչներուն ոսկե իսկապես Խնդրեմ, որ այդպես համերգ մը գազմագերբվի, իրենք նվագախումբ մեկ հատը նեյ կնվագ է, նեյը դարբեր դուդուգի մծև է, մյուսնա կանունահար է, ինչու չէ թուրք կանունահարի մետ, հայ կանունահար մը կովկովի չլլա։ Ինչու չէ, ես հիշեցի դա այնտեղ փողոցում ինչ երկեր էի ես երկում։ Ինչ երկեր Անդրե։ Հայաստան ուզում են մեր ձեռքից առնել, թուրք շները նորից։ Հայոց արուն դապել, հայկական ենթեր Անդրե, դու շատ հավատացած ես եւ շատ լավ է որ տեղ ես ասել։ Բեմում ասեմ, որ այնքան հուզիչ էր ինձ համար, որ ես երգից հետո ուղղակի չկարողացա պահել արցունքներս եւ գնացի։ Երբևիցե մրերգիր երգից ես այդքան չէի հուզվել, ինչպես որ ես հուզվեցի այնտեղ։ Այսինքն Սփյուռքում տարբեր երկրներում երգել եմ, ներկայացրել եմ այդ երգը 2003 թվականից սկսած, բայց այդ բեմում կարծես ամեն մի խոսք, ամեն մի բառ ինքս արդեն ապրումները այլ էր։ Եվ թուրք հանդիսատեսը հանգիստ Դες չգիտեի ով է թուրք, այդտեղ ես հիմնականում հայերին էի տեսնում։ Չէ, անոնք այդպես թուրքեն երևացին պես չէ, իսկապես չէ, շատ չեմ։ Հայ հանդիսատեսը, ասեմ 99%-ը հայ էր, պարզ է 3000 տեղանոց դահլիճում եւ հաջորդ օրը հայր Սուրբը Թաթուլը մեզ հրավիրեց գնացինք Վան աղթամար կղզին գնացինք եւ այդ ապրումները իսկապես համերգից հետո հենց վերջացրեցինք ստորագրել ձայնասկավառակներ եւ նկարվել հանդիսատեսի հետ մինչեւ հասանք տուն 2-3 ժամ հետո առավոտյան 6-ին արդեն մեր թռիչքն էր։ Առանց քունի
Այսա այդքան թե հուզված ենք, հուզմունք են, ջաշ չեմ գնարդել ես, որս ասանք սաղով և Տեղում էր շատ այդ անակնկալը, տեղում ասեցին, որ նման անակնկալ կա և ուրիշ օր չունեինք արդեն չորեքշաբթի պիտի վերադառնար, այս անգամին ցույներու մեջ էր, բայց օդնը շատ լավ էր, բայց ջերմակ էր աղթամարը, մեջը եկեղեցի մեջ Տեր Ողորմյա երգեցինք, հետո Թուրսու Գիլիգիա երգեցինք, միասին շատ լավ ժամանակ անցուցինք։ Պատկերացնում եմ, թե ինչ զգացողություններ եք ունեցել, եթե մենք ենք հիմա դա լսելով շաքավում, բայց հետաքրքիր է, էլի համերգ սպասվում է երբևէ։ Մենք համերգին հետ պիտի ունենանք անագնգալը, երբ որ լա այնադեն ասենք, որ լա անագնգալ, մեր սիրողներուն անագնգալը պիտի ունենանք։ Ահա, դա ուղղակի այսպես ասում ենք անագնգալ չենք բացել։ Այո, եթե այսինքն կան ծրագրավորված մի քանի համերգներ, բայց դեռ հստակ չեն, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ հետագայում արդեն կխոսանք դրա մասին։ Շնորհանդեսը վաղն է, ես եւս ներկա եմ լինելու այնտեղ, եւս մեծ սիրով հրավիրում եմ բոլոր այն մարդկանց, ուրախ ասենք այդ ամենը Անդրեյ ջան, վաղն է։ Ես իմ տոնից առավոտ շուտ է, վաղը սեպտեմբերի 18-ին, երեկոյան ժամը 5-ին, ես եւ Սիբիլը այնտեղ սպասելու ենք ձեզ, նամակագրելու է բոլոր իր նոր ձայնասկավառակները եւ կլսեք մեր նոր զուգ երգերը եւս։ Եվ հարգելի երկրպագուներ, ակտիվ կգնեք, կմասնակցեք այդ ամենին, որովհետեւ ֆինանսները նույնպես բարեգործական եւ փոխանցվելու են մանկատան երեխաներին։ Եվ որոշ գումար մնացածերի փապակեցա, որ որովհետեւ նվիրատվություն բիդլա իր սրդեն փխած գումարը դա։ Որոշ գումար մչլա։ Մեկ կտնե, մեկը 10 կտնե, որովհետեւ նվիրատվությունն է ասիկա։ Այո։ Ինչպես ասացիք, խոսքով այնքան բան չես ասի, ինչքան երգով, ավելի լավ է լսենք ձեր վերջին տեսալվակներից մեկը։ Ահա ես երկով լսեցինք այն ինչ ուզում եմ ասել Սիբիլը։ Ինչ շատ դուր եկա Վոլովակը ասեմ։ Վոլովակ կարելի իհարկե լավ բան է, երգեր ձայնագրել եւ ունենալ դիսկ նույնպես լավ բան է, բայց որտեղից է այդ ամենը ֆինանսական առումով, հա, ունեք դուք հովանավորներ, մարդիկ ովքեր աջակցում են։ Ճիշտ է, շատ դժվար գործեր են ասոնք, իսկապես այս ալբոմի գործերում մեջ երբ որ մտա, այնադեն հասկացա։ Առաջին ալբոմը ընդհանուր իմ պայմաններով էր, երկրորդին թիմացս հրաշալի մեգա ելավ եւ ինքը առաջարկեց Ամերիկա բնակ բարոն Հերման Խնդիրյանը Դիթրոյթ Գաբրի եւ ասա որ եթե ալբոմ մնես այս հովանավորը լալ գուզեմ հետո իրականության մեջ շատ մարդ շատ անձեր միշտ խոսումներ գուտան ինքը գրկնեց ոչ միայն խոսում տվեց այլ կատարեցի խոսում այդքան ամծա որ իրեն չէի գրնար հարցնել գրգին որ այսպես դուք բան ասիք հրաշալի անձնավորություն ունի միայն ինքը հովանավոր չեղավ ուր որ կացի ինքը իր հրաշալի իր գեղեցիկ կնոջի հետ միասին իմ համերգներուս եկավ հազար շնորհակալություն ասելի խոստունի իսկապես շնորհակալություն ասելը բավարար չէ բայց ուրիշ խոսք դա լավ է իհարկե խոսք բայել բայց մյուս անգամ մի ամաչեք ուրիշներին է հիշացրեք ասեք ասեք հովանավոր եմ այո շատ դժվար է իսկապես որքան լավ որակով բան մանել ուզեք որովհետև նվագախումբը կա ամեն ինչ կա շատ մեծ ծախսեր են այս շատ անկում գիշերներ կանցնի բայց ինչ պիտի ասելով ասված Թիմացած կանեգոցեվով լավ գործի որ սկսել եք իդեպ ես ինչքան հասկացա դուք ձեր ապրուստը ապահովում եք ուրիշ աշխատանքով չէ այո ֆինանսիստ այո ինք բառը հուշում է այո ամսականով աշխատում լավ դա իհարկե լավ է իսկ երբ տեսահոլովակը արդեն պատրաստ է ունեք երգ հետաքրքիր որտեղ են ցուցադրվում այնտեղ հեռուստաալիքներով Այո, բայց այդքան շատ չէ։ Այդքան շատ չէ։ Մեծամասամբ YouTube-ում կարող են։ YouTube-ը, այո։ Լավ, իսկ ինչքան պիտի հաջողություն ունենան ձեր երգերը, որ թողնեք այդ ֆինանսական աշխատանքը եւ ձեր ապրուստը վաստակեք երգելով միայն։ Կուզենայիք դա։ Շատ կուզեի, ինչպես չուզեմ, այս շունչս ամեն ինչ կուզեմ երաժշտություն ունենալ փորձերով, ամեն ինչ երգեմ, աշխարհը բդդիմ, բայց հայերեն երգեմ եւ Թուրքիա գաբրիմ։ Թուրքիո մեջ միայն հայերեն երգելով, այս դրամ չեմ գրնար վաստակիլ, այս գիշերները չեմ աշխատիր, ջաշկերույթներուն չեմ երգեր, այս ինչպես դրամ պիտի շայեմ, բայց սկսեմ, որ երբեք բան չեմ խորիր հույսով եմ, միշտ լավադես եմ, պատպաներում ասեն խոսելը չեմ սիրել, հույսով եմ, որ օր մատ ծուր մգա, որ պիտի պացվի և միայն իմ կործս երաժշտություն պիտի լա, հույսով եմ։
Բարի, Անդրեն այդ առումով ավելի բախտավոր է իհարկե, կարողանում է նաև վաստակել հենց իր մասնագիտությամբ, չէ Անդրե ջան։ Իհարկե։ Այդ խնդիր չունես։ Լավ, իսկ եթե մի կողմ դնենք իհարկե այս լավ նորությունը եւ անդրադառնանք մեկ այլ նախագծի, որը կա մեր եթերում, դա X Factor-ն է։ Մենք գիտենք, որ թիմերի ղեկավարներից մեկը դու ես։ Ինչ կասես այս եթերաշրջանի մասին եւ քո տղաների։ Մենք ունենք բավականին ուժեղ մասնակիցներ, իսկապես այս եթերաշրջանում կարծես բոլոր թիմերում էլ հավաքվել են ուժեղագույն ուժեր եւ շատ հետաքրքիր է, որ հեռուստադիտողը էլ ավելի հետաքրքրված է մեր մասնակիցներով եւ նրանք դեռ ոչ ֆինալի փուլում, բայց արդեն հանդիսատեսի հեռուստադիտողի սերն էին վայելում։ Ինչ վերաբերվում է իմ թիմին, ամեն ինչ խիստ է, ամեն ինչ կարգապահության աստիճանի բավականին կարող եմ ասել, որ ամեն ինչ ես մի քիչ քնած եմ այս պահին, ճիշտ է, եթե ասեմ, որովհետև հենց նախագիծը այնքան զբաղվածություն է, դա իսկապես եմ ասում, որ 24 ժամ ես աշխատում եմ, եթե ոչ ֆիզիկապես է, դա ուղեղը անընդհատ աշխատում է, նոր երգեր, նոր կերպարներ, նոր բեմադրություններ, ամեն ինչ։ Բարի, հենց մի քիչ ավելի հանգստացած կլինես, հոգնած չեզնի, մենք քեզ հենց նախագծի առումով կանչենք որպես հյուր, իսկ հիմա եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ վաղը սեպտեմբերի 18-ին կինո Մոսկվայում ժամը 17:00-ին բարեգործական է լինելու այն դիսկի շնորհանդեսը, որը կազմակերպել է Սիբիլը, նաեւ կերքեն ձեզ համար Սիբիլն ու Անդրեն, իրենց երգը ճիշտ է։ Այնտեղ չենք երգելու, երգել են ձայնասկավառակում։ Դա սեր էր կոչվում, որը կոչվում է կազմակերպությունը։ Խնդրեմ։ Երկու նոր դուետ։ Երկու նոր դուետ կա նրանց ովքեր սիրում են եւ հասույթը հետաքրքիր է փոխանցվելու է կոնկրետ մանկատուն արդեն որոշված է թե բարձրապես քաղաքապետարանը կասի թե այո անոնք կազմակերպողը իրենք են որ հարմար տեսնան այդտեղը պիտի փոխանցվի։ Դե կարծում եմ հարմար կգտնեն այն մանկատանը, ում ավելի անհրաժեշտ է այդ գումարը, ձեզ շատ շնորհակալ ենք զրույցի համար։ Մաղթում ենք նորանոր դուետներ, մաղթում ենք այդ համարձակ եւ լավ ոգին, որ կարողանում է Ստամբուլում երգել եւ բարձրաձայնել հայ երգը, հայ երգարվեստը, դա իսկապես մեծ գործ է, որ արվում է, որովհետեւ երգը ամենասուր միջոցն է հանդիսատեսի ականջնետելու։ Ձեզ շատ շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք։ Ամենայն բարիք, վաղվա շնորհանդեսն է, թող հաջող անցնի։ Այո, ցտեսություն ձեզ եւ հաջողություն։ Հաջողություն, իսկ մեզ մոտ իհարկե գովազդ է։ Նորից բարելույս բարեկամներ։ Եվ հիշեցնենք մեր հաղորդման հովանավորին։ Մեր հաղորդման հովանավորն է Դելտա կլինիկ բժշկական կենտրոնը, որտեղ ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ զանազան ակցիաների տեսքով։ Այցելեք Դելտա կլինիկ եւ կատարեք բոլոր օրգան համակարգերի համակարգչային ստուգում, 4D սոնոգրաֆիա, սրտի էխոկարդիոգրամա, վահանաձև գեղձի եւ ճիճվագրության հետազոտություն, այդ ամենը զեղչված գներով։ Դելտա կլինիկը կօգնի ձեզ պահպանել ու վերականգնել առողջությունը։ Զանգահարեք 500 560 եւ բուժվեք։ Եվս մեկ անգամ անդրադառնանք առողջության թեմային։ Երկրորդ անգամ։ Այո, մեր օրվա դեղատոմսեջն է եթերում։ Շատ ժամանակ եւ քիչ գումար, ահա առողջության հիմնական բանաձևը։ Առողջության մեր հերթական դեղատոմսը ուղղված է շնչառության գաղտնիքներին։ Բարի լույս Տիկին Վահանյան։ Ինչպես ճիշտ շնչեք, որպեսզի հնարավորինս շատ թթվածի մատակարարենք մեր օրգանիզմին։ Մարդը եւ բարձրագույն կենդանիները օժտված են արյան մեջ հեմոգլոբին ունենալու հատկությամբ եւ հեմոգլոբինի այդ գույնով է պայմանավորված, որ մեր արյունը կարմիր է։ Մարդը շնչում է թթվածին, արտաշնչում ածխաթութ գազ եւ արյան միջոցով ամբողջ թոքերի միջոցով արյունը մատակարարվում է օրգանիզմի տարբեր հատվածներ եւ հիմնականում հեմոգլոբինի քանակությամբ է որոշվում, որ ինչքան շատ թթվածին մատակարարվի օրգանիզմ։ Եթե հեմոգլոբինը քիչ է լինում, ապա կառաջանա օրգանիզմում թթվածնային քաղց եւ ի վերջո եթե հեմոգլոբինը քիչ է լինում, ապա այդ դեպքում կառաջանա սակավարյունություն, որը խնդիր է արդեն շատ լուրջ հիվանդությունների, այդ իսկ պատճառով պետք է անպայման մարդը օգտագործի այնպիսի բաղադրատոմսեր, այնպիսի նյութեր, դա պղինձ, երկաթ, մանգան եւ վիտամին
վիտամին C, որպեսզի հեմոգլոբինը շատ լինի արյան մեջ, թթվածնային քաղց չլինի, օրգանները նորմալ կարողանան իրենց նյութափոխանակությունը կատարել, դրա համար նախապես պետք է յուրաքանչյուր մարդ հետևի իր օրգանիզմին, որպեսզի հետո չդժգոհի, որ իր օրգանները հիվանդ են կամ խնդիր է առաջացել։ Այդ պատճառով պետք է հաճախ օգտագործի ջիր, ծիրանի ջիր ընդ որում, ինքը ավելացնում է հեմոգլոբինի քանակությունը արյան մեջ, կամ կարող է ուղղակի ամեն առավոտյան, եթե արթնանում է, վերցնել մասուրի հյութ, մենք արդեն այստեղ ունենք պատրաստի, մեջը ավելացնի կես լիմոնի հյութ, այսինքն C, եւ ավելացնի մեկ քթալ, իհարկե, դա կարող է անել ինչպես ինքը ցանկանա եւ ավելացնել մեկ թեյի գթալ մեղր, իհարկե կարող են նաեւ կես, ինչպես ըստ ցանկության։ Եվ օգտագործում են այս բաղադրատոմսը այն մարդիկ, որոնք ունեն իմունիտետի խնդիր, որոնք ունեն առողջության խնդիր, հրաշալի միջոց է յուրաքանչյուր առավոտ այս բաղադրատոմսը օգտագործելը։ Կարող են օգտագործել կաթ, իհարկե դա պետք է լինի թարմ, կովի կաթ, կտված թարմ վիճակով, մեկ բաժակ եւ հետո օգտագործել ուղղակի անտառային մորի։ Նույնպես հրաշալի միջոց է հեմոգլոբինի քանակը ավելացնելու համար։ Հեմոգլոբինի քանակությունը հրաշալի ավելացնում է նաեւ ծլեցրած ցորենը, ընդ որում իհարկե ժամանակին մեր տատիկ-պապիկները շատ էին օգտագործում, հիմա կարծես թե դա մի քիչ վերացել է մեր ժողովրդի մոտ, բայց դա յուրաքանչյուրին օգուտ է, նույնիսկ այն պարունակում է ստամոքսի համար այնպիսի միկրոէլեմենտներ, ոչ միայն այրան համար, այլ ամբողջ աղեստամոքսային տրակտի համար։ Պատրաստման ձևը այսպես է. նախապես ցորենը լավ լվանալ, այնուհետև լցնել ապակյա ամանի մեջ, ընդ որում պետք է ավելացնել ջուր այնքան, որ 2 սանտիմետր բարձր լինի ծլեցրած ցորենից։ Այնուհետև 12 ժամ պետք է թողնել, 12 ժամ թողնելուց հետո ջուրը լրիվ թափում ենք, դատարկում եւ պետք է թողնել 2-3 օր, 2-3 օրից հետո արդեն պատրաստ է։ Պետք է անմիջապես դնել սառնարան, այնուհետև օգտագործել 1-2 ճաշի գթալ ամեն կեսօրին։ Դա կարող է լինել եւ սոված փորին, եւ կարող է լինել սննդամթերքի հետ, կարող է նույնիսկ ուղղակի աղցանների ձևով, եթե աղցաններ են պատրաստում, ավելացնել այդ ծլեցրած ցորենը, ինքը անգնահատելի միկրոէլեմենտների պաշար է բոլորի օրգանիզմի համար։ Շնորհակալություն, գրանցեք այս խորհուրդները եւ մի մոռացեք կիրառել, չէ՞ որ ի վերջո առողջություն տանող առաջին քայլը սկսվում է նախ եւ առաջ հիվանդի ցանկությունից։ Այժմ տեղափոխվենք այլ երկրներ։ Ֆրանսիայում կա մոտավորապես 8 միլիոն տատիկ եւ 5 միլիոն պապիկ։ Լավ, այդ 3 միլիոն պապիկին ինչ է պատահել, ինչու են միշտ կանայք ավելի բախտավոր։ Ավելին, որովհետեւ մենք մեր ստրեսները միշտ դուրս ենք տալիս։ Ես գիտեմ դրա իրական պատճառը, որտեվ կանայք ի վերջո հասարակության ավելի օգտակար են, քան տղամարդիկ։ Պապիկը ինչ է անելու։ Տատիկը ճաշել է, փում, երեխա է նայում, լվացքել է կարող է անել եւ դրա համար ավելի օգտակար է։ Միջին հաշվով այդ երկրում տատիկ են դառնում 50 տարեկանում, իսկ պապիկ 53-ում։ Տարեկան ֆրանսիացի տատիկ պապիկներն իրենց թորնիկների վրա ծախսում են 12 միլիոն եվրո, այ քեզ տատիկ պապիկ։ Լավն են։ Այդ գումարից ավելի քան 2000 անգամ շատ 41 միլիարդ դոլար են ծախսում ամերիկացիները, բայց ոչ թե թորների, այլ ընտանիք կենդանիների խնամքի համար։ Այ քեզ։ Ինչպես ինձ նա իմանայիդ ես ինչ կապում եմ։ Ես ընդհանրապես մի քանի տարով, այո, որտեղ նրանք համարում են, որ կենդանիները ավելի շնորհակալ են, քան մարդիկ։ Ինչ ուզում է լինի, բայց այդպես են կարծում նրանք։ Ինչպես գիտում հոնքերը։ Իսկ ինչ վատ բան կա կենդանիներին նայելու մեջ։ Չէ, վատ բան չկա, բայց դե թորնիկից թողած են, տատիկը ճաշ է պատրաստում, պապիկը փայտ է կոտրում, դու էլ նստած սարի տակ նկարում ես նապաստակ, եսիմը։ Ամերիկացիների քանի տոկոսը։ 63%։ 3%-ը 71 միլիոն ընտանիք պահում է նվազագույնը 1 ընտանիք կենդանի։ Շների 42%-ը գիշերում է տերերի անկողնում։ Միասին։ Մեքենան ձեռք բերողների կեսից ավելին նախ ճշտում են, թե նոր փոխադրամիջոցը որքանով հարմար կլինի իրենց շամ
կամ կատվի համար, չեն այդ կատուները չեն սիրում ճանապարհորդել, ասեմ, հազվագյուտ Բայց դեպքեր միևնույն նրանք ճշտում են, իսկ մեր ռեստորանները կտանեն։ Այո, տանում են, այո, վիճակագրության համաձայն 4 քոտանի բարեկամները ամեն տարի ուտում են 16 միլիարդ դոլար ընտանեկան բյուջեից։ 9.9 միլիարդ վատնվում է նրանց հագուստի, դեղամիջոցների եւ այլնի վրա։ Ես ուղղակի խոսքեր չունեմ, դա ինձ համար ոչ թե լավ է, այլ վատ է։ Դենք կենթանին իր տեղում, բայց ոչ մարդ եթե նրանք ծախսում են կենթաների վրա, դա չի նշանակում, որ չեն ծախսում թորնիկների վրա կամ ժամանակ անցկացնում նրանց հետ։ Ասում ա կտակել է, ասենք, տատիկը այսքան միլիարդ իրա որտեղ տեսել է, որ թորնիկը մարդ չի կամ այն բան չի, որոշել է, որ ամբողջ թորնիկը գոնե թոռը այլ է, Արյուն է, քեզ բան է, 16 միլիարդը կատվի կտակում ես, որ ինչ։ Ախ, ինչպես ինչ սիրուն կատուներ են Ալահեն։ Ինչեր ասես, որ չեն անի մարդիկ երջանիկ լինելու համար, իսկ ահա հոգեբանները հիշեցնում են, որ երջանիկ լինելու ամենակարևոր նախապայմաններից մեկը ընտանիքի անդամների եւ ընկերների հետ որքան հնարավոր է երկար ժամանակ անցկացնելու մեջ է։ Դե ինչ, այնպես որ երկար ժամանակ անցկացրեք ձեր սիրելի մարդկանց հետ, ձեր ընկերների եւ ոչ թե նաեւ աշխատանքային ընկերների, այդպես չի անա։ Իհարկե, թե աշխատանքային եւ թե առհասարակ ընտանեկան։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս այսօրվա համար, նախատեսել ենք այսքանը։ Ց տեսություն, մինչև վաղը։ Հաջողություն։